Այսքան ժամին չէր կատարվում վերևում վարույթ իրականացնող մարմինը ինչ որոշեց, ինչ եղավ։ Առերեսում էր կատարվում, այս ամբողջ ընթացքը բացառապես այդ քննչական գործողությունն է տեղի ունեցել։ Մենք հարցեր ունեինք դժոխք ճանաչված Իրանի քաղաքացուն, որին բազմաթիվ հարցեր ենք տալիս եւ ըստ էության հարցերը չենք էլ ավարտել։ Եվ մանրակրկիտ փորձում ենք այն հարցերը տանք, որոնք որ մեր համոզմամբ վարույթ իրականացնող մարմինը չի էլ տվել, որովհետև մենք տեսնում ենք, որ ընդհանրապես հիմք են ընդունել նրանց դատարկ հայտարարությունները, որ իբր թե Ծառուկյանը իրենցից գումար է հափշտակել, այնինչ բոլոր փաստերը ուղիղ հաստատում են, որ իրենք են Գագիկ Ծառուկյանից գումար հափշտակել, եւ այդ փաստերը ինչ որ հիմա ասում ենք, դրանք հաստատելու հետ կապված մանրակրկիտ հարցեր ենք տալիս։ Այս պահին հարցաքննությունը ավարտվեց, տեսնենք վաղը ոնց կընթանա, այսինքն վաղը կամ կշարունակվի նույն անձի հետ, ըստ օրենքի պետք է դա շարունակվի, որովհետև մենք նշել ենք, որ լրացուցիչ հարցեր ունենք, որոնց չենք սպառել, ուղղակի ժամը արդեն չէր թույլատրվում սրանց ավել, եւ նաեւ հնարավոր է այլ անձ հետ առերեսում տեղի ունենա։ Այսինքն նրանք ժամանել են Իրանի Իսլամական Հանրապետությունից վարույթ իրականացնող մարմնի հրավերով։ Հավանաբար, չգիտենք հրավերքում կողմից։ Իսկ ուրիշ մարդ կար այս գործողությունների ընթացքում, որ դատավարական որևէ կարգավիճակ ստացավ։ Մենք բացառապես մի հոգու հետ ենք առերեսման մասնակցել, բայց ենթադրվում էր, որ այլ անձ եւս կա։ Մենք մեր համոզմամբ նույն անձի կամ եղբայրը կամ հայրը, որովհետեւ նրանք եւս դժոխք են ճանաչված։ Իսկ մյուս այդ ընկերության նոր ղեկավար կազմը կամ եւ այլն ովքեր փոխվել են, որևէ առնչություն ունեն այս վարույթի հետ, թե չունեն։ Հիմա ինչպես է։ Հատ նորից կասեք։ Այդ առևտրային պալատի այսպես ասած նոր կառավարիչները կամ ինչպես անցել են իրավաճառները, որևէ առնչություն գործունեություն չկա, այստեղ բացառապես նախկին իրենց նշած իբր հանցագործության հետ կապված խնդիրն է քննարկվում, բայց մենք հիմա կոնկրետ հիմնավորում ենք եւ կոնկրետ հարցերով փորձում ենք ցույց տալ, որ վարույթ իրականացնող մարմինը տեսնի, որ այդպես որևէ տվյալ չկա, որ այդ անձին գումար են ներդրել։ Գիտեք, իրականություն շատ պարզ ասեմ, էլի, հասկանալի լեզվով։ Այն անձին, ովքեր մի լումա ներդրում չեն կատարել, իրենք հիմա ճանաչվել են դժոխք, իբր թե Ծառուկյանը իրենցից գումար է հափշտակել, բայց որ Գագիկ Ծառուկյանը նրանց գումար է տվել եւ այդ գումարները նրանք հափշտակել են, Գագիկ Ծառուկյանը մեղադրել է։ Այս է ամբողջ այս գործի պատմությունը, որի շուրջ մենք փորձում ենք հստակ հիմնավորումները ցույց տալ եւ հաճախ մեր հարցերը, որոնք որ կոնկրետ պետք է ավելի այդ պատասխանը հիմնավորել մեր ասածը, վարույթ իրականացնող մարմնի կողմից հանվում էին այդ հարցերը անօրինական կերպով, ինչի շուրջ նաև առարկություններ ենք ներկայացնում, այսինքն մենք տեսնում ենք, որ բոլոր այն դեպքերում, երբ որ կոնկրետ հարցերով պետք է հիմնավորենք անմեղությունը, հաճախ փորձ էր արվում դրան խանգարել, ինչի վերաբերյալ մեր դիրքորոշումը արտահայտել ենք, տեսնենք հաջորդի ոնց իրենց կդրսևորեն, բայց բավականին էական փաստարկները սպային հիմնավորել ենք հարցերի արդյունքում եւ ցույց ենք տվել, որ ցուցմունքների մեծամասնությունը սուտ է։ Դուք նախաքննության ընթացքից որոշակի բան հայտնել եք, առ այն, որ ստորագրություն կա պարտքի վերաբերյալ, այս նույն անձինք էին առերեսում եւ արդյոք եթե նախաքննական գաղտնիք չի դրա մասին մանրամասներ կհայտնեք։ Այո, կոնկրետ հենց այդ անձի հետ էր առերեսումը ու այստեղից շատ բազմաթիվ հարցերի կարեւորությունը կայանում է նրանում, որպեսզի մենք որպես պաշտպանության կողմ բացառենք միակողմանի քննությունը, որովհետև այդ բազմաթիվ հնչեցված հարցերից համոզված ենք, որ գրեթե մեծամասնությունը քննչական մարմնի կողմից չեն տրվել այդ անձանց, որպեսզի օբյեկտիվ իրականությունը բացահայտվի։ Իսկ կան բաներ, որ չէր արձանագրում քննիչը այս փուլում։ Հնարավոր չի չարձանագրել, որովհետև պարտադիր տեսաձայնագրվում է գործողությունը։ Ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է, նույնիսկ եթե արձանագրության մեջ չներառվի, տեսաձայնագրության մեջ այդ ամբողջը ներառվում է, այնպես որ այդ մասով մտավախություն կամ մտահոգություն չունենք։ Վերաքննիչ բողոքից նորություն կա, դատականից նշանակված է։ Երևի 1-2 օրվա ընթացքում արդեն կմակագրվի, կիմանանք, որ դատավորի մոտ է լինելու ու երբ է լինելու որոշման հրապարակման օրը։ Շնորհակալ։ Շնորհակալություն։